17-ամյա Սուսաննա Փանոսյանը Շիրակի մարզի Արափի գյուղից է։ Այս տարի ավարտել է դպրոցը, պատրաստվում է ընդունվել բուհ։ Ասում է, դպրոցի ճամփան դժվար է հաղթահարել։ Դպրոց գնացել եմ բավականին դժվարությամբ, մայրիկիս օգնությամբ, աստիճանները բարձրանալով։ Եթե դասարանը երկրորդ հարկում էր, մայրը նրան գրկած էր բարձրացնում։ Դասերի ժամին էլ օգնում էին դասընկերները։ Սուսաննան հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին բարձրաձայնում է մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախագծի շրջանակում։ Նա 1 օր անցկացնում է Անահիտ Մանասյանի հետ, մասնակցելով նաև Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը։ Հարցերը հենց ինքն է հնչեցնում։ Մեր տարածքում ճանապարհները անմաչելի են, հատկապես հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, չկա երիտասարդների համար զբաղվածություն, որտեղ կկարողանան իրենց կարողությունները ընդլայնել։ Կառավարությունն ունի իր վրա պարտավորություն, նաև կարելի ասել, հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները պաշտպանել։ Շատ ուրախ եմ, որ նախաձեռնություն ունես, դու համարում ես, որ պայքարելու ես ու այս պարագայում քո խոսքերով դու ոչ թե միայն պայքարելու ես քո իրավունքների համար, այլ նաև քո պես այլ երեխաների իրավունքների համար։ Կրթության հասանելիությունից մինչև հանրային տրանսպորտից օգտվելու մատչելիություն քննարկվող հարցերը շատ են։ Անձնական օգնականի ծառայությունը Հայաստանում գործում է, բայց հասանելի չէ մինչև 15 տարեկանների համար։ Մինչդեռ դպրոցում այն խիստ անհրաժեշտ է։ Հաշմանդամություն ունեցող աշակերտը դժվարանում է ինքնուրույն տեղաշարժվել եւ կազմակերպել ուսումնական առօրյան։ Շատ ուրախալի է, որ պետությունը գոնե առաջին քայլը կատարել է, այսինքն ներդրել է ինստիտուտը, բայց իմ սպասելիքը պետական համապատասխան մարմիններից այն է, որ մենք պետք է վերացնենք այդ բոլոր կարգավորումները եւ շատ ավելի լայն ինստիտուտ ունենանք անձնական օգնականի այդ ամբողջ ծառայությունը եւ ինստիտուտը իր ճիշտ տրամաբանությանը հասցնելու առումով։ Սուսաննան հաստատ որոշել է բարձրագույն կրթություն է ստանալու, թե որ բուհում դեռ չի որոշել։ Վստահ է մեկ հարցում՝ հաշմանդամությունը չի կարող եւ չպետք է սահմանափակի մարդու կրթության իրավունքը։ Դիմելու եմ եւ ստանալու բարձրագույն կրթություն։ Շատ եմ ուզում ստանալ բարձրագույն կրթություն եւ ապացուցել, որ հաշմանդամությունը ոչ մի արգելք չի կարող լինել երազանքների իրականացման։ Կրթության, տեղաշարժի եւ անկախ կյանքի իրավունքը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորին, իսկ այդ ճանապարհին ամենակարևոր քայլը խնդիրները բարձրաձայնելն է, ինչը Սուսաննան անում է եւ շարունակելու է անել ապագայում։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Ուրեշ։